Այստեղ կարող է լինել ձեր գովազդային հոլովակը։ Հույդա Հայդատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր եւս մեկ անգամ հաստատել է այն տեսակետը, որ Բարակ Օբամայի արտասանած մեծ եղերն բարակապակցությունը ցեղասպանության իրավական որակումից խուսափելու միջոց էր։ Եթե Միացյալ Նահանգները վերահաստատի իր ճանաչումը, դա իսկապես կլինի մեծ ջնշում Թուրքիայի վրա, Թուրքիայի հասարակության վրա եւ այլ պետությունների արչեւ բոլորին էլ կանաչ լույս կլինի, որ բոլորդ էլ կարող եք նույնը վերահաստատել։ Նախկին դեսպան Արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը գտնում է, որ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելը այս պահից չի բխում ԱՄՆ-ի շահերից, քանի որ այդպիսով ամերիկացիները կկորցնեն Թուրքիայի վրա ազդելու կարևորագույն լծակը։ Հայ-թուրքական հարաբերությունները սեզոնային բնույթ ունեն, ուրեմն փետրվար ամսից մինչև ապրիլի վերջ։ Դա այն ժամանակաշրջանն է, որ ասենք այս հարցի շահարկմամբ, օգտագործմամբ Միացյալ Նահանգները եւ Թուրքիան բանակցում են բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ, սակարկում են։ Այսօր հայտնի է դարձել, որ հայ-թուրքական արձանագրությունները դուրս են եկել քառօրյա օրակարգից, բայց մնացել են ԱԺ մեծ օրակարգում։ Ըստ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արտվիկ Մինասյանի, լավագույն լուծումը ընթացակարգից դուրս գալն էր, որի դեպքում պարզապես աղբարկը պետք է նետվեին այս արձանագրությունները։ Հիմա այս քայլով չձեռնարկելով այդպիսի գործողություն, վտանգը կա նաև, որ ընդամենը մեկ ձևական կարգադրություն արձակելով կարող է նույն իրավիճակն առաջանալ, ինչ էր մինչև կասեցումը։ Այսօր ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստրը նշում էր իր 10-ամյակը։ Այդ առիթով որոշվել էր դոնորների թիվը մեծացնել 10,000-ով, եւ պատգամավորները ցանկություն հայտնեցին օրինակ ծառայելու։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայտնեց, որ արյուն հանձնելուց չի վախենում։ Իսկ ռեեստրի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը ամեկլուսին ասաց. Արյան ինֆեկցիոն հիվանդությունները եւ մնացած կոմպոնենտները այս պահին մեզ չեն հետաքրքրում։ Այս պահին մեզ միայն նրանց գենետիկան է հետաքրքրում։ Իսկ բավարարում է գենետիկան։ Իհարկե, անշուշտ։ Վերջին օրերին Հրազդան գետը վարարել էր եւ փակել էր ձորի ճանապարհը, որոշակի վնաս պատճառելով Փարվանա, Հրաշք եւ Բարդիներ ռեստորաններին։ Չափից ավելի էր վարարած գետը։ Ոնց որ իր հումուս դուրս եկած դիներ ասել, լավ է փողոցով մեկ ջուրը գնում էր։ Շատ բարձր է հիմա։ Դե բադերը մեր տարա։ Այս տարի լավ է, այդքան չի բարդացել։ Անցյալ տարի լրացել օբյեկտները, բաներ արի, այս տարի չի լցել։ Ոբշի լավ է այս տարի, ասում քեզ։